Բարլուս ժողովուրդյան։ Ժողովուրդյան բարլուսես բոլորիդ անչափ շնորհակալ եմ ծնունդիս կապակցությամբ բոլոր շնորհավորանքների համար։ Նույն մաղթանքները ցանկանում եմ ձեր բոլորի ընտանիքներին։ Շատ շնորհակալ ենք մեր սիրելի բարեկամներ, արդեն հարազատ դարձած մարդիկ, շատ շնորհակալ ենք ձեր ջեր մաղթանքների համար։ Ձեր այդ բարի լավ սրտի համար, շատ շնորհակալ ենք բոլորիդ։ Կայարանում ենք էլի, իշնեմ գնամ գնացքի չուշանամ, հա Աշոտ։ Աշոտ շատ ուրախացավ ձեր մեկնաբանությունները կարդալուց։ Խոսքս ընդհատեցի, այնտեղ գնացքն եկավ ժողովրդյան, հիմա արդեն գերքից եմ շարունակում։ Դե Աշոտի ծննդյան օրը այդպես տեսակ համով տորթ էի թխել, ամուսիններով էինք, մենակ երկուսով էինք նշելու, ինչ պետք է անենք, հավը ջրոս դրեցի, ինչ որ ուտելու ենք են արեցի, ոչ մի բան չէինք ուզում դրանից ավել։ Աղցան բան դե ամեն ինչ էլ տանը կա։ Փոքրիկ սեղան ինչ որ ուտելու ենք դրեցի սեղանին, խմեցինք, ես գինի Աշոտը օղի, մենակ համոզեցի այդ տորթի պահը, որ համաձայնվեց նկարեցի։ Դրա համար մնացած բաները չեմ նկարել, ոչ մի բան չկարողացաք դուք տեսնել։ Ամեն դեպքում ժողովուրդյան նորից շնորհակալություն ձեր շնորհավորանքների համար։ Ծննդյան օրը մի հատ առանձնահատուկ օր է։ Հա, նվերել իհարկե նվերել կար, նվերը հիմա երևի չբացեմ փակագծերը, բայց նվերը կարելի ասել իր երազանքն է ու այդ մենք իրականացնում ենք։ Մենք իրականացրինք այդ իր երազանքը, հիմա չեմ ուզում ասել ինչա, երբ որ արդեն կիրականանա կլինի, այդ ժամանակ ես ձեզ հաստատ մասնակից կանեմ։ Ասեմ Աշոտ այդպես չի էլ սիրում, ես էլ չեմ սիրում ծննդյան օրը նշել, օրինակ միշտ մտածել եմ, որ ասենք հենց Աշոտի ծննդյան օրը մի հատ սիրուն կազմակերպեմ, ես կազմակերպեմ, ինչ որտեղ իր ընկերներով բանով այդպես նշենք, բայց ինքը հետ չի սիրում, դրա համար չեմ անում։ Ես էլ առանձնապես չեմ սիրում, օրինակ, որ ասենք իմ ծննդյան օրը այդպես նշվի, էլի։ Մարդկա սիրում է, չգիտեմ։ Մեր համար, չգիտեմ, մենք չենք սիրում այդպես հատուկ նշել, մենք սիրում ենք ամեն ինչը ընտանեկան ջերմ մթնոլորտում, ու այդպես ավելի լավ, ավելի հետաքրքիր է մեր համար։ Տրամվայի կանգառին չհասած, դռները բացեց, դեպքեր եղել, ոստիկանություն բան կանգնած էին, մեքենա բան էին կանգնած, չափուձև էին անում, ստուգումներ էին անում։ Այսպես ձեզ էլ ցույց տամ, խանութների փողոցն ահագին երկար ցկվում է։ Մի քանի փողոց իրար ետևից շարունակվում է։ Բոլոր բրենդները կան այս փողոցի վրա։ Երև մի երկու անգամ ենք եկել Աշոտի հետ, մտել ենք որոշ խանութներ, չնայած ոչ բոլորից, բայց այս խանութներից որոշներից մեր քաղաքում էլ կան, բայց այստեղ բոլոր բրենդները կան, բայց շուտ էլ փակվում են, ասեմ, այս վերջերս իտալական խանութը Շիլս Միլանո փակվեց, սնանկանում փակվում են, որտև ենքան բարձր լինում գները, որ մարդիկ չեն կարողանում օգտվեն։ Այ հիմա նոր հասա արդեն Կորեն մարքտ։ Արագ քայլում եմ հետը ներող կլնեք, կամերան շարժում եմ։ Ահա մի հատ այստեղից ես ցույց տամ ես տաճարը։ Այս կինը հիմա էլ այստեղ է տեղափոխվել նստել։ Ահա, այստեղից ուզում եմ ձեզ մի հատ ցույց տամ։ Կորեն մարքտը, կողքի աչքով սենց ասած։
շատ սիրուն է, ճարտարապետությունն է, այստեղ շատ սիրուն է։ Այստեղ ավտոբուսների ու տրամվայների ժամերն են գրված։ Գնացինք։ Փափուսիկ սեզոնն է, տաք է թվում, բայց ցուրտ է իրականում։ Հիմա շատ են վիրուսով հիվանդները, գրիպով։ Անդադ զգուշանում եմ, բայց այստեղ խանութում էլ շատ են լինում, որ հենց անմիջապես կողքս փռշտում են։ Գիտեմ, այնքան պետք է անեն, մինչև ես էլ հիվանդանամ։ Հիմա Ժաննան, որ լսի ինձ կասի, իբր չես ուզում հիվանդանաս։ Ես նենց չի, որ ուզում եմ, բայց նենց էլ չի, որ չեմ ուզում։ Այդպես, իսկ ինչի եմ ուզում։ Դե ասում եմ մի քանի օր կհանգստանամ, բայց դե հիվանդ մարդը ոչ չի հանգստանում։ Հիվանդանելը լավ չի։ Այդպես ժողովուրդ ջան, պետքա զանգեմ ընկերուս հետ պայմանավորվեմ, հանդիպենք։ Ահագին ժամանակագործի չի գալիս, պետքա այսինքն նախնական պայմանավորվել ենք, որ հանդիպենք, միտեղ նստենք, մի բան խմենք, բայց կոնկրետ օրը դեռ չեմ գրել իրան, ինքը ասեց դու քեզ հարմարացրա, հիմա նայեմ, որ օրն եմ գրում, հանդիպենք այստեղ Գենտում։ Մի քիչ էլ քայլեմ, կհասնեմ խանութ։ Մեացրել եմ կամերան, որ դուք էլ նայեք, կարծում եմ ձեզ էլ հետաքրքիր կլինի Գենտի կենտրոնը։ Ես միշտ այս հատվածում շտապում եմ, ինչքան շուտ հասեմ գործի տեղ, այնքան այնտեղ ժամանակ կունենամ, բայց այդքան շուտ չեմ հասնում էլի, կարող մաքսիմում 20 րոպե կամ 15 րոպե շուտ հասնեմ ու պատրաստվեմ գործին։ Մեր խանութից էին առևտուր արել, նախկինում թղթի ստոպրակներ ունեինք, անվճար տալիս էինք, հիմա էլ դե չկա, հիմա բազմակի օգտագործման տոպրակներն են, որ առաջարկում ենք, մարդկա վերցնում, չէ, հիմնականում առնում են, վերցնում են, փոքրերը 1.20 են, միջին դրանց մեծերը 1.30, ավելի մեծը 1.80, մարդկա դժգոհում ասում է, այ քեզ բան, 1.20 տոպրակը, ասում ենք, բայց բազմակի օգտագործման են, թղթից չեն, հիմա որ խանութն է ձեր բան տալիս, որ մենք տանք, այդպես չենք ասում, էլ այդ հիմա ես եմ ասում, որ խանութնաձրի տոպրակ տալիս, որ մի հատ էլ մենք տանք։ Այնպես որ մի դժգոհ եք ժողովուրդ ջան։ Կարակ երկար օգտագործեք այդ տոպրակները։ Գնացինք, էլի մի քանի մետր ու կհասնեմ խանութ։ Այստեղ միշտ գովազդներ են, ամես տղեկը միշտ կանգնած են։ Այս կիրակի օրը խանութները բաց են լինելու, ապրիլի 5-ի զատիկի օրը խանութները բաց են լինելու, այս հագուստբանի խանութները, սուպերմարկետները չէ, իրանց նախկին ռեժիմով են աշխատելու, բայց մեր խանութն էլ է բաց լինելու, ավելին ասեմ, ես էլ աշխատելու եմ կիրակի օրը, բայց դրա փոխարեն շաբաթ օրը ազատ կլինեմ։ Հասա խանութ, ժողովուրդ ջան։ Հասա խանութ, հալո Բրայան։ Այ այդ տղան էր, որ համտանցան աշխատողը, որ ինձ ասում էլ աչ ու ձախ չնայես, ուղ կբարձրանաս վերև, հումորով տղա էսդ։ Են անգամ ասում, բանկիդ քարտը տուր մոտս, որ առևտուր չանես։ Դա բանջատեմ էլ նայեմ ինչ կա։ Սրանք սիրուն են, նուրբ ագույն են, նուրբ ռոզվի, բայց ռազմերներ չկա, այն անգամ էլ նայեցի։ Փոքր են ռազմերները։ Այս ժակետից առատ արատում, բայց հետ բերեցի, որովհետև այստեղ որ այս գոտիով է կապվում, այս դիմացի մասը ներքև էր իջնում, մի ձևի սիրուն չէր։
Այս մայկանները վատը չեն, բայց ինքան կարճ են ժողովուրդ։ Այս կարող եմ մի հատ վերցնեմ։ Իսկ մի ռազմերն է, մի հատ ամնում։ 16 եվրո արժեն սրանք։ Հաստ կարճաթև։ Հիմա շատ են մոդա։ Նախորդ վլոգի մեջ ձեզ ասում էի, չէ, շիզ Միլանում փակել են, այս հենց հիմա ասում եմ դրա դիմացով փակել են, հիմա բացել են ուրիշ անունով Mason Paris։ Հա, նոր անունով է արդեն, եւ նույն խանութը ուրիշ անունով է հիմա բացվել։ Այդպես շատ են անում։ Այստեղի Երուսաղեմն եմ ձեզ ուզում ցույց տամ։ Կարանք հիմա փողոցը անցնենք, զգուշությամբ փորձենք անցնել։ Այս կադրերը տարբեր օրերում եմ էլի նկարում։ Երեք մեր խանութում հրդեհի էվակուացիա էր։ Նախ մտածեցինք երևի ձևական այդ փորձնական են անում, բայց չէ, փասոն իրական էր։ Լիքը հաճախորդ խանութում մենք էլ աշխատողներով այդ վթարային ելքերից դուրս եկանք։ Ագին էլ ցուրտ էր եղանակը, այդպես ամեն ինչ թողեցինք, արագ վազեցինք դուրս։ Հետո ահագին տևեց դրսում մինչև պարզեցին, որ ինչ-որ բան երևի եղել էր լիֆտի մեջ, վերելակի մեջ, ամեն դեպքում կարգավորեցին ամեն ինչ, լուրջ այդպես բան չէր, բայց ինչ-որ բան եղել էր, էլի, որ միացել էր այդ ազդանշանային համակարգը, այդպես հաճախորդներն էլ էին դրսում սպասում, մենք էլ էինք դրսում, ներկա բացակա արեցին, բոլորս կանք, թե չկանք, հետո մեզ ներս թողեցին, մի քիչ ավելի ուշ արդեն հաճախորդներին ներս թողեցին։ Ինչև է, մի քիչ բանա, որ դռները փակվում են ու ոնց որ խուճապի մատնվես էլի, այդ երկաթի դռները, որ ավտոմատ ձևով փակվում են ու այդ ազդանշանի համակարգը իրոք շատ այսպես վախացնող է, էլի կարճ ասած, որ ինչ որ կարա իրական, ասենք մեծ հրդեհ լինի, էլի, Աստված չանի իհարկե, այստեղ այդ հրդեհի այդ անվտանգության բանի շատ մեծ նշանակություն են տալիս, շատ ուշադրություն են դարձնում։ Ինչ որ անցավ, ամեն ինչից սովորում ենք, երեք էլ սովորեցինք վթարային ելքերը, չնայած գիտենք, բայց ոչ բոլորը գիտենք, կոնկրետ այդ ելքը չգիտենք, ինչով որ մենք դուրս եկանք։ Մինչև մենեջերը հայտարարեց, որ ամեն ինչ անվտանգ է, կարաք հանգիստ ասեք ձեր գործին, դռներն էլ բացեցին, հաճախորդները ներս մտան, անցանք մեր գործին, բայց ոնց որ վախ մնացած լիներ մեջներս։ Հետո արդեն որ աշխատում էինք ընթացքում, ներքևի հարկում այդ ոնց որ նկողային հարկը լինի։ Նորից այդ ազդանշան ձայնը միացավ, բայց այդ գիտեք միացավ այդ հաճախորդները, որ միամիտ կներեք, այստեղ տեղը մի քիչ բան է, բայց ես էլ համառորեն նկարում եմ։ Երբ որ հաճախորդները միամիտ դուր են սեղմում, որ ուզում են իրանց թվում է դուրս են գալու այդ ձևով, բայց փաստորեն այդ վթարային ելքերն են ու ուժեղ ազդանշան է միանում այդ ժամանակ։ Նորից ազդանշան միացավ, բայց կարճ ժամկետով դուրը որ փակեցին, միանգամից փակում են ձայնը կտրվում է, էլի։ Նորից հաճախորդներն ասում են, էս էլի բանն է, պետք է դուրս գանք։ Ասեցինք, չէ, էս սովորական ուղղակի սխալ դուռ էին բացել։ Այդպես մի քիչ բան օր էր, ստրեսային օր էր։ Մեր մոտ երևի բոլոր տեղերում էլ այդպես է, էլի։ Ցուցակներում նշում են, թե ովքեր կան խանութում, որ եթե ինչ-որ բան լինի, իմանան, էլի, փնտրեն, ման գան։ Հակառակի նման իմ անունն էլ չկար այդ ցուցակի մեջ։ Հետո այնտեղ ասեցի ես մենեջերին, ասում եմ, անունը չկար դրա վրա։ Ասված չան, որ մի բան լինի, այսինքն չպետք է մանգային էլի։ Այդ էլ իրաց թերացումն էր։ Մենակի մեջ էր, իմ ու մի աղջկա անուն չկար այդ ցուցակի մեջ։ Ամեն դեպքում ես զգուշացրի այնտեղ, ասեցի, որ ուշադիր լինեն։ Անվտանգությունն այլ այդ կարևոր է, երբեք չես իմանա ինչ կարա լինի։ Հատկապես այդպես մեծ խանութ է, ոնց որ մեր խանութն է,
Որ ասում են շունը տիրոջ չի ճանաչում, ինքան մեծ է, մարդիկ էլ խառնվում են իրար։ Իհարկե այդ ժամանակը մենք այնպես չի որ մենք մենակ վազում ենք դուրս, մեր հաճախորդներին ենք նախ ուղղորդում դուրս, հետո նոր մենք ինքներս ենք դուրս գալիս, իհարկե կախված նրանից թե այդ պահին մենք որտեղ ենք գտնվում, որտեղ դռները փակվում են, մենք ինքներս էլ պետք է կարողանանք դուրս գանք, էլի։ Այդպես ժողովուրդ։ Սիրուն բաներ ենք ստացել, մայկայա վերևը ու շորցիկ, բայց հաստատ կտոր է, հետաքրքիր է այս ամառվա շոկին, տարբեր գույները կա, բայց լավն է, այնքան հետաքրքիր մատերիալ է, ես այդ շորտիկները, իմ համար ամենասիրուն բորդոյի գույնն է, բայց հետաքրքիր գիտեք որն է, շատ շոկին ենք շորցիկ հագնում, շատ շոկ ժամանակ էլ ես վերևը արդեն հաստ կլինի։ Աման դեպքում արժեք, որ իմանաք կզարմանաք 6 եվրո ընդամենը արժի։ Oversize են, հա, սրանք oversize վերևը արդեն ռազմերներ էլ չկա, կարելի էր M-ը վերցնել մի հատ ինձ, բայց չկա M, L-ը մեծ կլինի, S էլ չկա, լավ գնացինք, շորցիկն էլ ասիրուն, թե մի հատ շորցիկ վերցնեմ, ես էլ չգիտեմ, վերցնեմ տանեմ փորձեմ, բայց ինձ թվում է M-ը պետք է վերցնեմ, շորցիկը 7 եվրո արժի, վերևը 6, լավ լանջատեմ նայեմ, գործից հետո եմ նկարում ժողովուրդ ջան, ուրեմն վերև բարձրանալուց այդ շարժասանդուղքները կանգնացրել են, չեն բարձրանում, այստեղ կայարանում եմ Սենտ Պիտերսում, ես հոգնած հալիս ոտքով բարձրանում եմ, վերևում կանգնած են անվտանգության աշխատողներ ու հարցնում են գնացքի տոմսը, ստուգում են, նոր այդտեղից թողնում են, որ առաջ կան գնացքին մոտենանք, գնացքի տոմսերը ապրիլից, ուրեմն պարտադիր պետք է տոմս ունենան, նոր գնացք բարձրանան, մինչև հիմա կարային, ասենք առանց տոմսի բարձրանային, գնացքի մեջ գնեին, բայց թանկ էին վճարում, եթե նորմայում ասենք 3.5 եվրո էր, գնացքի մեջ 9 եվրո պետք է վճարեին, իսկ հիմա ապրիլից սկսած արդեն չեն կարա, տուգանքա 90 եվրո, եթե երկու շաբաթում չեն մուծում, դառնում է 250 եվրո։ Հիմա այստեղ արդեն նախապատրաստում են մարդկանց, որ տոմս ունենան, նոր գան գնացք բարձրան։ Ինչևէ հասել եմ արդեն, հիմա գնացքը կանգնած է, գնամ նստեմ, հոգնել եմ ժողովուրդ, հոգնած եմ շատ։ Ես էլ ասեմ, ես ինչ բան է, իջնելու շարժասանդուղքը աշխատում է, բարձրանալու չէ։ Դու մի ասա իրանք են կանգնացրել։ Ինչևէ, այդ էլ այդպես, իմ աբոնոմենտը մի տարով է, այնպես որ ժամանակ ունեմ, կարծեմ ամառը պետք է երկարացնեմ, չեմ էլ հիշում, պետք է նայեմ, որ տուգանքի տակ չլինեմ։ Առաջին հարկի վագոնը լիքներ, երկրորդ հարկ եմ բարձրացել, ասում եմ այդ դրա համար էլ մարդիկ, այստեղ ոչ թե մարդիկ պարտաճանաչ են, այլ վախենում են տուգանքներից, դրա համար էլ ուզած ենթարկվում են օրենքի ժողովուրդ ջան, այնպես չի, որ այստեղ էժանա տուգանքը ցածր է, լավ էլ բարձր է, ասենք 90 եվրո, եթե մարդը տուգանվի տոմս չունենալու համար, արդեն բարձր գին է, կես թույքով աշխատողի մի օրվա աշխատավարձն է, բայց դրա համար էլ մարդիկ առնում են, իհարկե այստեղ էլ մարդիկ կան, որ փորձում են սևով երթևեկեն, բայց էլ չեն կարա, որովհետև իրոք շատ բարձր է տուգանքի չափը, այդ է, դրա համար ուզած պետք է ենթարկվեն օրենքին։ Ես գալիս 4 տեղանոց տեղ եմ զբաղեցում, որ համ իմ պայուսակները տեղավորեմ ու ազատ նստեմ։ Հիմնական այնպես է ստացվում, որ մենակ էլ նստած եմ մնում, շատ հազվադեպ, որ ինչ-որ մեկ գալիս դիմացից նստում եմ։ Երկու հատ գործի համար մայկա եմ առել։
Մի հատ էլ շորցի կարա։ Տանը փորձեմ։ Ժամանակ չի լինում գործից առաջ կամ գործից հետո փորձելու։ Գործից առաջ փորձեմ գործից կուշանամ, գործից հետո գնացքից կուշանամ, դրա համար առնում տանում եմ տուն, տանը փորձում եմ։ Տանը կփորձեմ։ Նայեմ լավն է թե չէ, հակովս լինում է թե չէ։ Մի քանի հատ մայկա եմ առել։ Գործի համար անդադես սև ենք հագնում։ Էսա, ինքան լավ մատերիալ է։ Հա, գներն էլ ասեմ, կարող է հետաքրքիր լինի։ Շորցիկը արժի 9 եվրո, մայկան արժի 10 եվրո, բայց մենք զեղ չենք ստանում, էլի առնելու։ 15% զեղ չենք ստանում։ Էլի գործի համար մայկա, մենց հաստ կտոր է։ Ու ձիգ կտոր է, դրա համար իմ ռազմերից մի հատ մեծ եմ վերցրել։ Չեմ համբերում տանը ցույց տամ, գնացք մեջ եմ ցույց տալիս, որովհետև հիմա այսօր այս վլոգը ուզում ես կադրն էլ հետը դնեմ, դրա համար հիմա եմ ցույց տալիս ու վիդեոն էի մոնտաժում, ասեցի սպասի առավոտուս ցույց տամ նոր մի անգամից, որ վիդեոն կարողանամ, վլոգը կարողանամ դնել այսօր։ Էլի գործի համար մայկա, տեսեք, արդեն 3 հատ մայկա եմ արել, մի հատ էլ անցած շաբաթ էի արել ու այդքան էլ ունեմ էլի տանը, բայց դե բանալ լինում էլ չնում է էլի, օրինակ էս քոլկոտվել է արդեն, ժակետն էլ վրայից հագնում եմ, երևի դրա համար։ Մի հատ էլ շորցիկ։ Այս էլ արժեր 6 եվրո։ Գները մատչելի են մեր խանութում։ Օրինակ սրա մատերիալ ենք հանա, սրա մայկան էլ կար, բայց մայկան չուզեցի, որովհետև հաստոտ է, համարը չգիտեմ, հարմար չի լինի։ Իսկ շորցիկը մենակ առանձին հարմար է։ Տանը պիտի փորձեմ, տեսնեմ կլինի թե չէ։ Ահա, այս էր իմ այսօրվա առևտուրը, տեղավոր եմ տոպրակիս մեջ։ Ձեզ հիմա հրաժեշտ տամ, սիրելի բարեկամներ, եթե դժվար չի հավանեք տեսանյութը, մի հատ լայք դրեք, բաժանորդագրվեք, եթե առանց բաժանորդագրվելու եք նայում ու որևէ կոմենտ թողեք։ Լավ մնացեք, բաչիկներ բոլորից, կհանդիպենք հաջորդ վլոգում, հաջողություն։